Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվելու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։